Ողջույն հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերն է, ես Գառնի Մութաֆյանն եմ, կարևորը նախ համառոտ։ Հայաստանը Արևմուտքի և Ռուսաստանի ճամփաբաժանում նոր հայտարարություններ են հնչել Մոսկվայում։ Բաքվում տեղի կունենա որոշ հայ գերիների վերաքննիչ բողոքների քննությունը, ինչ է հայտնել իրավապաշտպանը։ Բուժ հաստատությունների տնօրեններ, միլիոնավոր դրամների փոխանցումներ և մեկ ընդհանուր հասցե, իշխող կուսակցության դրամարկղ, ով էր հավաքում կամավոր նվիրատվությունները։ Նախընտրական փուլի հերթական քրեական գործը Անդրանիկ Թևանյանին ձերբակալել են։ Մի քանի րոպե տևած վիճաբանությունը Սևանում ավարտվեց ողբերգությամբ, ինչ է տեղի ունեցել Սևանում։ Պաշտոնական Երևանի, ԵՄ-ի ու ԵԱՏՄ-ի միջև ընտրության թեմայի վերաբերյալ հայտարարությունների գույները խտանում են։ Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի խոսքով Նիկոլ Փաշինյանը համառորեն հանրապետությանը մղում է ԵՄ միաժամանակ փորձելով պահպանել Եվրասիական տնտեսական միությանը մասնակցելու բոլոր առավելությունները։ Սակայն ռուս պաշտոնյան ընդգծել է, որ նրանք, ովքեր փորձում են նստել աթոռների արանքում, ռիսկի են դիմում և կարող են ցավոտ ընկնել։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն էլ հայտարարել է, որ Հայաստանին փորձում են ներքաշել հակառուսական ճամբար Ռուսաստանին, որքան հնարավոր է շատ ցավ պատճառելու նպատակով։ Արտգործնախարարը վստահ է, որ Արևմուտքը փորձում է Մոսկվայի դաշնակիցներին բաժանել իրարից, սկսելով առաջին հերթին հարևաններից, ինչպես դա արեցին Վրաստանի և Մոլդովայի հետ, ինչպես հիմա անում են Ուկրաինայի հետ։ Իսկ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը կասկածում է, որ Հայաստանը կցանկանա միանալ ռազմականացված Եվրամիությանը, որը նրա խոսքով պատրաստվում է Ռուսաստանի դեմ պատերազմի։ Նրա խոսքով Հայաստանի շուրջ ստեղծվում է տարօրինակ և անսովոր մի վիճակ։ Հայաստանի ղեկավարությունը հայտնում է, որ չեն ցանկանում դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից, միաժամանակ ընդունելով Եվրամիությանը միանալու ձգտման մասին օրենք։ Միևնույն ժամանակ Օվերչուկը շեշտում է, եթե պաշտոնական Երևանը նման որոշում կայացնի, պարզ է Մաքսեին տուրքերը գազի և էներգակիրների գները կփոխվեն և Հայաստանը կկորցնի որոշ արտոնություններ։ Երևանի ու Մոսկվայի միջև կուտակվող լարվածությունն արդեն դժվար է թաքցնել դիվանագիտական ձևակերպումների հետևում։ Ռուս բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները ավելի ուղիղ են դառնում, իսկ դրանցում հնչող կարմիր գծերի մասին ակնարկները ավելի հստակ։ Մի կողմից Երևանը փորձում է խորացնել կապերը Եվրոպայի հետ ու խոսում է ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունքի մասին, մյուս կողմից Կրեմլը հիշեցնում է դաշնակցային պարտավորությունների և տնտեսական կախվածությունների մասին։ Հայաստանը պարզապես բազմավեկտոր քաղաքականություն է վարում, թե տարածաշրջանում ձևավորվում է նոր աշխարհաքաղաքական բաժանարար գիծ։ Մանրամասները ռեպորտաժում։ Մոսկվան վերջին շրջանում ավելի բաց ու կոշտ է արտահայտում իր դժգոհությունը Երևանի արտաքին քաղաքական քայլերի վերաբերյալ։ Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Հայաստանի որոշ գործողություններ անհամատեղելի են դաշնակցային հարաբերությունների ոգու հետ, միաժամանակ մատնանշելով Կրեմլի համար կարմիր գծերը։ Դրանց թվում են արևմտյան երկրների հետ ռազմական գործակցության խորացումը, Եվրամիության հետ մերձեցումը, միջազգային քրեական դատարանին անդամակցությունը, նաև Ուկրաինայի հարցում դիրքորոշումը։ Եթե անգամ մտածակարգում չկա, կարող են որոշում կայացնել, ինչ որ մի ժամանակահատվածում սառեցնել Հայաստանի ոչ թե անդամակցությունը, այլ այն դրական, այսինքն այն բոլոր հարցերը եւ արտոնությունները, որ ունի Հայաստանը ԵԱՏՄ-ում։ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինն էլ ԵՄ անդամակցության քննարկումները պոպուլիստական որակեց, հիշեցնելով Մոլդովայի եւ Ուկրաինայի փորձը։ Եթե Ուկրաինան եւ Մոլդովան տեխնիկական առումով գոնե ոչ քաղաքական, այլ տեխնիկական առումով հնարավորություն ունեն Եվրոմիության անդամ դառնալ, որտեղ գտնվում են Եվրոպայում, ունեն ՆԱՏՕ-ի անդամ եւ Եվրոմիության անդամ հարևաններ, կոմունիկացիաների եւ սահմանների խնդիր չունեն, ապա Հայաստանը նույնիսկ դա չունի։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարում է, որ Երևանը շարունակում է խորացնել հարաբերությունները Եվրամիության հետ, սակայն դա չի նշանակում Ռուսաստանի հետ հարաբերությունների խզում կամ քաղաքական ապահարզան։
Խնդիրներ կան անշուշտ, նաև բայց կարծում եմ խնդիրներ կան բոլոր հնարավոր հարաբերություններում աշխարհում եւ միշտ էլ այդպես է եղել։ Այդ խնդիրներին ուղղակի պետք է կոնստրուկտիվ քննարկում լուծումներ գտնել եւ ի վերջո բոլոր կողմերը, ես նաև տեսականացնում եմ էլի բոլոր տեսակի հարաբերությունների համար, պետք է մեծ հարգանքով վերաբերվեն մյուս կողմի այս կամ այն հարցում ինքնուրույն որոշում կայացնելու ուրեմն իրավունքին։ Նրա խոսքով Հայաստանը ձգտում է պահպանել առողջ եւ փոխշահավետ հարաբերություններ բոլոր գործընկերների հետ, հաշվի առնելով իրավիճակի բարդությունը, բայց առանց ինքնուրույն որոշումների կայացման իրավունքը զիջելու։ Հնարավոր չի մենք մնանք Եվրասիական տնտեսական միության մեջ եւ դառնանք Եվրոպական միության անդամ։ Եվ ահա մեր մոտարկումը Եվրոպական միության հետ մենք շարունակելու ենք եւ երբ որ կլինի հասունանա կգա այն պահը, որ մենք պետք է հենց այդ պահին որոշում կայացնենք լինել այս խմբի, թե այս խմբի ուրեմն երկրների ընտանիքների անդամ մենք այդ որոշումը կկայացնենք, այստեղ որևէ նորություն չկա եւ կրկին մեզ դրսից չի որ պետք է այս մասին ասեն։ Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը կարծում է, իշխանությունն այս կերպ փորձում է Մոսկվային փոխանցել, որ հակառուսական խոսույթը պարզապես նախընտրական խայծ է։ Ասում են այն, որ ահա մենք ընտրությունների ենք գնում, մեր խնդիրը վերարտադրվելն է, վերարտադրվելու համար մենք նման հայտարարություններ ենք անում, բայց դրանք լուրջ մի ընդունեք, երբ որ մենք վերարտադրվենք, նորից ամեն ինչ իր տեղը կգա։ Իսկ միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանի համոզմամբ Հայաստանը վաղուց կատարել է իր ընտրությունը, պարզապես դեռ չի շտապում դա հրապարակային ձևակերպել։ Երբ ժամանակը կգա կորոշեն, դա ըստ էության լուրջ պատասխան չի։ Դա խոսում են մասին, որ Հայաստանը արդեն որոշել է։ Ուղղակի հիմա հնարավորություն է ընտրում, ինչքան հնարավոր է երկար մնալ, ինչ որ գումար աշխատել, նոր հետո դուրս գալ։ Դա գործընկերային դիրքորոշում չի։ Ստեփան Դանիելյանն էլ կարծում է, Արարատ Միրզոյանի հայտարարությունները ներքաղաքական հաշվարկ ունեն եւ իշխանությունը շարունակում է հասարակությանը պահել արտաքին սպառնալիքների օրակարգում։ 18 թվականից հետո դա նախկիններն էին, գեներալներն էին, Ռուսաստանն էր, հետո նորից արցախցիներն էին, անդադ ինչ-որ թշնամու կերպարները փորձում ստեղծել եւ հանրային ատելություն սերմանել եւ փորձել հանրության մի մասին գլխավորել մյուս մասի դեմ։ Միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը չի բացառում, որ ԵԱՏՄ առաջիկա գագաթնաժողովում կարող են հստակեցվել Հայաստանի անդամակցության շուրջ որոշ հարցեր։ Դատելով բոլոր ելույթներից, դատելով բոլոր հայտարարություններից, պարզ է, որ այնտեղ կոշտ ելույթներ են հնչելու եւ Հայաստանի հետ կապված առնվազն իրավիճակային կարճաժամկետ կամ միջնաժամկետ որոշումներ կայացվելու են։ Նույն կարծիքին է նաև Ստեփան Դանիելյանը, նշելով, որ առաջիկա գագաթնաժողովը կարող է դառնալ որոշակի պարզաբանումների սկիզբ։ Ամսի 28-ին ԵԱՏՄ-ի գագաթնաժողովի ժամանակ ինձ թվում է ենթադրում եմ իրենց հայտարարություններից ելնելով ժամկետ նշանակելու որ մեզ վերջնականապես տեսակետ հայտնեք գնում եք Եվրամիություն թե չեք գնում Եվրամիություն եթե գնում եք բարի ճանապարհ Պաշտոնական Երևանը շարունակում է հավասարակշռված արտաքին քաղաքականություն վարելու գիծը, փորձելով պահպանել հարաբերությունները եւ Ռուսաստանի եւ Եվրամիության հետ։ Սակայն Մոսկվայի ուղերձները վերջին շրջանում ավելի հստակ են դառնում, աշխարհաքաղաքական ընտրության դաշտը աստիճանաբար նեղանում է։ Միաժամանակ ռուսական կողմը պարբերաբար ընդգծում է նաև Հայաստանի տնտեսական կախվածության գործոնը, էներգակիրներից եւ աշխատուժի միգրացիայից մինչեւ ֆինանսական փոխանցումներ, ինչն էլ հավելյալ քաղաքական ենթատեքստ է հաղորդում ընթացող գործընթացներին։ Անահիտ Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Զուգահեռ Մոսկվան սեղմում է օղակը հայկական շուկայի շուրջ։ Ռուսաստանի սննդի անվտանգության վերահսկողական ծառայությունը մայիսի 22-ից դադարեցրել է ջերմուկի հանքային ջրի բոլոր խմբաքանակների ներմուծումն ու շրջանառությունը Ռուսաստանի տարածքում։ Ըստ ծառայության այն չի համապատասխանում մակնշման մեջ նշված տեղեկությանը, իսկ արտադրանքի բուժիչ հատկությունների վերաբերյալ սպառողների մոլորեցնելը կարող է հանգեցնել ոչ արդյունավետ բուժման եւ առողջական վիճակի վատթարացման։ Ծառայությունը արգելել է մի քանի հայաստանյան արտադրողների ալկոհոլային խմիչքների ներմուծումը որակական խնդիրներ պատճառաբանելով։ Գործակալության տվյալով խախտումներ են հայտնաբերվել Վեդիալկոյի, Աբովյանի կոնյակի գործարանի եւ Շահնազարյան գինու կոնյակի տան արտադրանքի մեջ։
Մայր Հայաստան կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանին ձերբակալել են կենտրոնական ընտրական հանձնաժողովը համաձայնել է Անդրանիկ Թևանյանին անձեռմխելիությունից զրկելու եւ նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսելու վերաբերյալ դատախազության միջնորդությանը։ Դատարանը քննում է նրա խափանման միջոցի հարցը։ Հաճախորդը զառանցանքների մեջ եմ ընկել, հաճախորդը իրեն պատե տալիս, որովհետև հասկանում է, որ հունիսի 7-ին գալու է իր վերջը, իսկ իր վերջը տալու է հենց Հայաստանի Հանրապետության քաղաքացին։ Խոսքը վերաբերում էր սահմանազատման եւ սահմանագծման հարցի վերաբերյալ լսումներին 2024 թվականի ապրիլի 9-ին զեկուցողներն էին այն ժամանակ Մհեր Գրիգորյանը եւ Արադ Միրզոյանը, բայց ես խնդրում եմ մի զլացեք եւ հետ գնացեք ու նայեք այդ օրվա հայտարարությունները եւ դրան հաջորդող հրապարակումները, որովհետեւ լսումները, որ նախաձեռնվել էին ընդդիմադիր ուժերի նախաձեռնությամբ, ընդդիմադիր ուժերին այդպես էլ որևէ հստակեցում, որևէ պարզաբանում չտվեցին եւ մենք բոլորս, այդ թվում նաեւ ես իմ հարցազրույցների ժամանակ շեշտել եմ, որ այս լսումների ընթացքում այդ լսումները հերթական անգամ այդ պետական պաշտոնյաների հրապարակային արված հայտարարությունները արժանամյոնից հայտարարություններ անելու հնարավորություններ տալիս եւ վերջ։ Ընտրակաշարք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու դեպքերի առթիվ Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթների շրջանակում միայն վերջին 2 օրվա ընթացքում ձերբակալել են 21 անձի, որոնցից 13-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Մինչդեռ իշխող ուժի ֆինանսական հաշվետվությունում կան խնդրահարույց կետեր։ 2025-ի մարտի առաջին շաբաթը քաղաքացիական պայմանագրի համար դարձել էր ֆինանսական անսովոր ակտիվության շրջան։ Մի քանի օրում տասնյակ բուժկենտրոնների ղեկավարներ 100,000-ավոր դրամներ են փոխանցել քաղաքացիական պայմանագրին, ձևավորելով միլիոնավոր դրամների հոսք։ Ուշադրություն է գրավում ոչ միայն փողի չափը, այլև այն, թե որքան համակարգված ու համաժամանակյա է եղել գործընթացը։ Մինչ առողջապահության նախարարությունը պնդում է ամեն եղել է կամավոր եւ թափանցիկ, մասնագետները խոսում են պետական համակարգում վարչական ազդեցության հնարավոր մեխանիզմների մասին, որոնք նույնիսկ առանց ուղիղ հրահանգների կարող են ձևավորել կամավորության յուրահատուկ մթնոլորտ։ Թեմային Սեդա Մակարյանն է անդրադարձել։ 2025 թվականի մարտի առաջին շաբաթը քաղաքացիական պայմանագիր կուսակցության համար եղել է յուրօրինակ դրամահավաքի շրջան։ Տասնյակ բժշկական կենտրոնների տնօրեններ նույն ժամանակահատվածում կուսակցությանը փոխանցել են 100,000-ավոր դրամներ։ Միայն մարտի 4-ից 11-ն ընկած ժամանակահատվածում առնվազն 23 բժշկական հաստատության ղեկավարներ ընդհանուր ավելի քան 5,700,000 դրամի նվիրատվություն է կատարել իշխանական կուսակցությանը։ Հուսամ, որ դա բժշկական կազմակերպությունների տնօրենները իրենց գրպանից են արել, այլ ոչ թե բժշկական կենտրոնների բյուջեից, որովհետև եթե դա բյուջեից լինի, դա կլինի արդեն խորը քրեական գործի հիմք։ Ընդհանուր առմամբ 2025 թվականի ընթացքում առնվազն 31 բժշկական կենտրոնի ղեկավար ՔՊ-ին փոխանցել է մոտ 8 միլիոն դրամ։ Այդ կառույցներից 19 առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող հիմնարկներ են, մյուսները մարզային ենթակայության։ Ուշագրավ է ոչ միայն գումարների չափը, այլև փոխանցումների ժամանակագրությունը։ Մեստեղ եղել է հանձնարարական, ես կացացել եմ հոդվածը, որովհետև բոլորը նույն օրն են փոխանցումներ արել, եթե չեմ սխալվում։ Այսինքն եղել է հանձնարարական եւ հանձնարարականի հիման վրա եղել են փոխանցումներ։ Եվ եթե Անահիտ Ավանեսյանը ասում է, որ մարդիկ ուզեցել են արել են այդ փոխանցումները, կարելի է մի այլ ուսումնասիրություն անել, օրինակ տեսնել այդ մարդիկ, այս բժշկական կենտրոնի տնօրենները, ինչեւ բժշկական կենտրոնի տնօրենները արդյոք կատարել են ինչ-որ կուսակցությունների նման ժեստեր, արդյոք նրանց համար ինչպես է եղել, որ նույն օրն են բոլորը փոխանցումներ արի։ Մարտի 4-ին եւ 5-ին նվիրատվություններ են կատարել Շիրակի մարզի մի շարք բուժհաստատությունների ղեկավարներ։ Հաջորդ օրը մարտի 6-ին արդեն կեսական միլիոն դրամ են փոխանցել հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային ու քրեակատարողական բժշկության կենտրոնների տնօրենները։ Նույն օրը փոխանցումներ են իրականացրել նաև Աբովյանի, Հրազդանի, Վանաձորի եւ այլ բժշկական կառույցների ղեկավարներ։ Մարտի 7-ին նվիրատվությունների նոր ալիք է սկսվել ընդամենը 1 օրում, ավելի քան 1.5 միլիոն դրամ է փոխանցվել կուսակցությանը։ Այդ ցանկում են եղել Նաիրի բժշկական կենտրոնի, Ավան հոգեկան առողջության կենտրոնի, Չարենցավանի եւ այլ բուժհաստատությունների ղեկավարներ։
Բժշկական կենտրոնի տնօրենները, բացի այն, որ տնօրեններ են, նրանք նաև ակտիվ գտնվում են շատերը տարբեր ավականիների անդամ կազմում, ավականու անդամներ են ԿՊ կուսակցության, եւ բնականաբար ամբողջ քաղաքական կուրսը ուղղել են դեպի հիվանդանոցներ, պոլիկլինիկաներ։ Հատկանշական է, որ նվիրատվությունների շղթան դադարել է միայն շաբաթ-կիրակի օրերին, ապա նույն ինտենսիվությամբ շարունակվել մարտի 10-ին։ Միայն մեկ շաբաթում իշխանական կուսակցությունը ստացել է բժշկական կենտրոնների ղեկավարների տարեկան նվիրատվությունների հիմնական մասը։ Այս ամենը հարցեր է առաջացնում խոսքը բացառապես անձնական քաղաքական համակրանքի մասին է, թե համակարգում գործել է չգրված պարտադրանքի կամ ակնկալիքի մեխանիզմ։ Առողջապահության նախարարությունից պնդում են, որևէ ուղղորդում չի եղել է բաց հայտարարություն, ովքեր ուզել մասնակցել են։ Ապահովվել է նաև թափանցիկությունը։ Նախարարի մամուլի քարտուղար Մարիամ Ծատուրյանն ասում է, արտառոց բան չեմ տեսնում։ ԿՊ-ին նվիրատվություն առած բժշկական կենտրոնի տնօրենների ցանկում է Սևանի ԲԿ նախկին տնօրենը, որի լիազորությունները դադարեցվել են 2026 թվականի մարտին կոռուպցիոն սկանդալի համար։ Ըստ հակակոռուպցիոն կոմիտեի հայտարարության նա գործածել է իր լիազորություններն ու 2 միլիոն դրամից ավելի գումար է հափշտակել բժշկական կենտրոնից։ Նիկողոսյանը եւս մեկ օրում մի քանի տասնյակ ԲԿ ղեկավարների նվիրատվությունը ԿՊ-ին արտառոց չի համարում։ Ձեր թե բժշկական կենտրոնի բյուջեից է փոխանցումը տեղի ունեցել եւ մանրական միջոցներից։ Փոխանցումը քաղաքացիական պայմանագրին եղել է ձեր կամքով թե հորդոր է եղել։ Չէ, իմ կամքով։ Իդեպ նրա դեմ վարույթ նախաձեռնելուց ու լիազորությունները դադարեցնելուց օրեր անց նա նախարար Անահիտ Ավանեսյանի հետ մասնակցել է Սևան ԲԿ-յում կատե սենյակի բացման արարողությանը։ Ես իրավունք ունեմ, ես հրավիրված եմ եղել, ես եմ այդ կատեն սարքել դրել, դրա այդ քրեական գործում էլ օպերատիվ տեղեկատվությունը կա, որովհետեւ օրենքի խախտում ես չեմ արել։ Մյուս նվիրատուն Մարտունու բժշկական կենտրոնի տնօրենն է, որը մասնակցում էր եկեղեցու դեմ արշավին։ Նա իր հարցազրույցներում չի հերքել, որ աջակցում է քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը։ Մասնագետների կարծիքով նման համաժամանակյա ակտիվությունը հատկապես պետական համակարգում միշտ էլ վարչական ազդեցության կասկածներ է առաջացնում, նույնիսկ եթե ուղիղ հրահանգի ապացույցներ չկան։ Սեդա Մակարյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Միեդում հայ գերիների շահերի պաշտպան փաստաբան Սիրանուշ Սահակյանը Նյուզեյմի մեր գործընկերներին հայտնել է, որ տեղեկություն ունեն, որ մայիսի 26-ին Բաքվում տեղի են ունենալու որոշ հայ գերիների վերաքննիչ բողոքների քննության դատական լսումները։ Տեղեկությունը հայտնել են գերիների ընտանիքները։ Տեղեկությունը կցկտուր է, չգիտեն, թե կոնկրետ ում գործերի վերաբերյալ է վերաքննիչ բողոքը ներկայացվել եւ վարույթ ընդունվել։ Մեծիտանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Արաչինը խոսել է Բաքվում պահվող ռազմաքաղաքական ղեկավարության ազատարձակման եւ արցախցիների բնորան վերադառնալու անհրաժեշտության մասին։ Արամ Արաչինը շեշտել է, որ Արցախի ժողովրդի վերադարձը միջազգային հովանավորությամբ, Արցախի եկեղեցիների եւ մշակութային կոթողների պաշտպանությունը, միջազգային իրավունքի համաձայն եւ Բաքվում բանտարկված Արցախի համայնքային ղեկավարների շուտապույտ ազատարձակումը հայ եկեղեցու եւ հայ ժողովրդի արդար պահանջն է։ Սևանի լռությունը վերջին օրերին խախտել է մեկ ողբերգական դեպք։ Երիտասարդի սպանությունից հետո քաղաքի տարբեր հատվածներում մարդիկ նույն հարցն են քննարկում։ Ինչպես սովորական կենցաղային լարվածությունը վերածվեց մահվան ելքով հաշվեհարդարի։ Մինչ ընտանիքը վերջին հրաժեշտն է տալիս Հովհաննեսին, համայնքում փորձում են հասկանալ տեղի ունեցածի պատճառներն ու պատասխանատուներին։ Սևանում 29-ամյա տղայի են սպանել դանակի 6 հարվածով։ Հենց այս բենզալցակայանում էին օրեր առաջ ծեծել տղայի հորը, ով նկատողություն էր արել, տարածքում ծխել չի կարելի։ Որդին ժամեր անց հանդիպել էր հորը ծեծողների հետ։ Այսօր 29-ամյա տղայի հուղարկավորությունն է, Լճաշենից էր Հովհաննեսը։ Գյուղի փողոցները լուռ են, բոլորը շտապում են սպանվածի տուն։ Համագյուղացին տղայի հոր հետ բենզալցակայանում է աշխատում, պատմում է ընտանիքը հարգված է, տղան դաստիարակված։ Գերազանց մարդ էր, համեստության տիպար, և հեր է, և երեխեն։ Դանակով հարվածներ հասցրած տղան 24 տարեկան է, Սևան քաղաքից։ Սևանցիները պատմում են մսավաճառի որդի է, լսել են հոգեբանական խնդիրներ ունի։ Ինքը հիվանդ տղա է, գնացել է կալոնկեն,
գազ, թե բենզին լցելու, այդ մարդը զգուշացրել է, որ սիգարետով չի կարելի։ Եկել վրթովեր է, դե Իվան տղայա, ոնց թե սիգարետով չի կարել, ու իրար հետ խնդիր են ունեցել։ Որդին Սևան է եկել հորը ծեծողին հանդիպելու։ Տղաները սկզբում վիճել են քաղաքի կենտրոնում, հետո եկել շենքի բակ։ Հենց շենքի բակում էլ եղել է սպանությունը։ Մենք այստեղ չենք եղել։ Այս ժամը մենք մինչև 7-ն ենք աշխատում։ Սպանությունը ո՞ր ժամին է եղել։ Կարծեմ 9-ի կոմերն է եղել։ Պետք է փողը մատանած ընտանիք երեխա է, ես որ լսեցի, ընդհանրապես շոկի մեջ ընկա, որ սկի չեմ պատկեր, ասում եմ այդ երեխան ոնց է մարդ խփել։ Ընդ վիճեր էին այնտեղ բակեր են։ Սուտ բռի վարունա։ Արյան հետքերն անձրևն արդեն մաքրել է։ Ոստիկանները հսկողություն են իրականացնում սպանողի տան մոտ։ Սևանցիներն օրեր շարունակ քննարկում եւ չեն կարողանում հավատալ տեղի ունեցածին։ Ինչու ոստիկանները պատշաճ չեն գործել, որ բանը սպանության է հասել։ Գագիկ Շամշյանը ավելի վաղ հայտնել էր, որ գազալցակայանում ծեծկրտուքի մասին տնօրենը տեղյակ չի պահել ոստիկանությանը։ 24-ամյա տղան ձերբակալված է։ Նա նախկինում էլ է Սևանի բաժին տեղափոխվել եւ պարբերաբար եղել է իրավապահների ուշադրության կենտրոնում։ Սպանված Հովանեսն ամուսնացած չէր, մեկ քույր ուներ։ Սեդա Գյուրեղյան, Էդիկ Մալաքյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Իդեպ քրեական վարույթի նախաքննության ընթացքում մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում եւ կալանքը որպես խափանամիջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրենի տեղակալ Կարո Նասիբյանը ներկայացրել է բուհերի ընդունելության երկրորդ փուլի հայտագրման գործընթացի արդյունքները։ Հայաստանի 31 բուհի 119 մասնագիտության համար որևէ դիմորդ չի եղել։ Կառավարությունն այս տարվա համար հաստատել է 2133 անվճար եւ 10587 վճարովի տեղեր։ ԳԹԿ-ում հայտագրվել է 16482 դիմորդ, որոնց քննությունները կազմակերպելու են 49 միասնական քննական կենտրոնում։ Դիմորդներն ավելի շատ ունեն Երևանի պետական համալսարանը, երկրորդ տեղում Հայաստան պետական տնտեսագիտական համալսարանն է, իսկ երրորդում Ճարտարապետության եւ Շինարարության Հայաստանի ազգային համալսարանն է եւ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը։ Այս բուհերին ըստ պահանջարկի հաջորդում են Երևանի պետական բժշկական համալսարանը, Բիրուսովի անվան պետական համալսարանը, Մանկավարժական համալսարանը։ Ամենապահանջված 10 մասնագիտությունից 5-ը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանինն են։ Իսկ Հայաստանում երեկվանից աշակերտները նշում են վերջին զանգը միջոցառումների անվտանգությանն ապահովելու նպատակով ոստիկանությունը հանրապետության ամբողջ տարածքում իրականացնում է ուժեղացված ծառայություն։ Մայիսի 22-ի ժամը 20-ի դրությամբ պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել միջոցառման մասնակից 173 տրանսպորտային միջոց, որոնցից 74-ի ղեկին եղել են անչափահասներ։ Ոստիկանությունը եւս մեկ անգամ հորդորում է միջոցառումների անվտանգությունն ապահովելու նպատակով տրանսպորտային միջոցները չվստահել անչափահասներին։ Թրամփը որոշել է հետաձգել Իրանի դեմ նոր հարվածները դիվանագիտությանը հնարավորություն տալու համար։ Wall Street Journal-ը գրել է, որ ամերիկացի առաջնորդը հանդիպել է ազգային անվտանգության բարձրաստիճան պաշտոնյաների հետ Թեհրանի վերաբերյալ հաջորդ քայլերը քննարկելու համար։ Նախագահը պաշտոնական որոշում չի կայացրել, բայց իր օգնականներին ասել է, որ ցանկանում է դիվանագիտական գործընթացին ավելի շատ ժամանակ տալ արդյունքների հասնելու համար։ Չինաստանի հյուսիսում գտնվող Ածխահանքում տեղի ունեցած պայթյունի պատճառով զոհերի թիվը հասել է 82-ին։ Գազի պայթյունը տեղի է ունեցել ուրբաթ տեղական ժամանակով ժամը 19:20-ին, երբ հանքում եղել է 247 բանվոր։ Ռուսաստանի Դաշնության անվտանգության ծառայությունը Բելգորոդի մարզում տերորիստական հարձակում է կանխել։ Այն պետք է իրականացներ Ուկրաինայի հետախուզական ծառայությունների հավաքագրած տեղացի բնակչուհին։ Գործակալության տվյալով Կիևը փորձել է նրան գործածել որպես կենդանի ռումբ։ Կինը զգոնություն է ցուցաբերել եւ անձամբ կապվել է անվտանգության ծառայության հետ։ Պայթուցիկ սարքը վնասազերծվել է։ Միջազգային մյուս լուրերը ռեպորտաժում։
Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրակթարը Ստամբուլի բնական պաշարների երկրորդ գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովի հետ։ Բայրակթարը նշել է, որ քննարկել են նավթի, բնական գազի, էներգետիկայի, տարածաշրջանային էներգետիկ կապուղիների եւ վերականգնվող էներգիայի ոլորտներում իրականացվող քայլերը։ Իրանական ռազմական աղբյուրը Թասնիմին հայտնել է, որ Իրանի զինված ուժերը պատրաստ են նոր ռազմական գործողությունների, եթե Միացյալ Նահանգները կամ նրա դաշնակիցները թշնամական գործողություններ ձեռնարկեն։ Իրանը զգուշացրել է, որ ցանկացած հարձակում կհանգեցնի ավելի առաջադեմ երրորդ փուլով պատասխանի, որը կներառի նոր զենքեր, մարտավարություն եւ հնարավոր է ավելի լայնածավալ գործողություններ։ Շվեդիայում ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնն ու իր դաշնակիցները պետք է ունենան պլան B Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված ճգնաժամը լուծելու համար։ ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով, եթե Թեհրանը հրաժարվի վերաբացել միջազգային առևտրի համար ռազմավարական նշանակություն ունեցող ջրային ուղին եւ փորձի այնտեղ սեփական կանոններն ու турքերը սահմանել, ապա միջազգային հանրությունը ստիպված կլինի քայլեր ձեռնարկել։ Մարկո Ռուբիոն հանդիպել է նաեւ Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանի հետ։ Իսրայելի մշակույթի եւ սպորտի նախարար Միկի Զոհարը հարցազրույց է տվել իսրայելական Սրուգիմ լրատվական կայքին, որտեղ անդրադարձել է Թուրքիայի հետ հարաբերություններին։ Նա նշել է, որ Թուրքիան պետք է համարվի թշնամի պետություն, քանի որ Անկարան կարող է լինել Իսրայելի հաջորդ խոշոր տարածաշրջանային մրցակիցը։ Ըստ նրա, եթե Թուրքիան ընտրի Իսրայելի հետ հակամարտության ուղին, ապա այդ դեպքում շատ ծանր գին կվճարի։ Ուկրաինայի զինված ուժերն անօդաչու թռչող սարքերով զանգվածային հարված են հասցրել Լուգանսկի մարզի Ստարոբելսկ քաղաքին, գրում են ռուսական ԶԼՄ-ները։ Ռուսական կողմի պնդմամբ թիրախում է հայտնվել տեղի մանկավարժական համալսարանի քոլեջի հանրակացարանի շենքը, որտեղ հարձակման պահին քնած են եղել տասնյակ դեռահասներ։ Հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 6 մարդ։ Պորտուգալիայի ազգային գվարդիան ձերբակալել է ֆրանսիացի կնոջ, որը կասկածվում է իր 2 փոքր երեխաներին փողոցում թողնելու համար։ Երեխաներին այս շաբաթվա սկզբին գտել են պորտուգալական փոքրիկ քաղաքում միայնակ քայլելիս։ Ֆրանսիայի իշխանությունները համաեվրոպական խնդրագիր էին հրապարակել օգնել գտնել կնոջը եւ 4 ու 5 տարեկան երեխաներին։ Այն բանից հետո, երբ նրանք անհետացել էին Ֆրանսիայի Կոլմար քաղաքում գտնվող իրենց տնից։ Պորտուգալիայի դատական ոստիկանությունը 5 շաբթի տարածած հայտարարության մեջ նշել է, որ երեխաները հայտնաբերվել են 3 շաբթի Ալկասեր դու Սալ քաղաքի ճանապարհին։ Նրանք ըստ երևույթին կորել են, երբ մայրը նրանց լքել է։ Կնոջից բացի ձերբակալվել է նաև 55-ամյա տղամարդ։ Սեդա Մակարյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ սոցիալական բոլոր հարթակներում, մենք կհանդիպենք ժամը 18-ին լուրերի գլխավոր թողարկմանը, առայժմ։